Մեկ մարդու պատճառով մի ամբողջ պետություն չպետք է տառապի, վատ աշխատողները պետք է հեռանան։ Այսօր ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով այդպես էլ հստակ անուններ չնշեց։ Ով արդյունավետ չի աշխատում, պետք է հեռացվի։ Մեկի պատճառով մի ամբողջ ժողովուրդ պետք է չտուժի։ Այսօր են արդյունադրված առանց արյան, առանց որոշ այլ խնդիրների։ Գնաք ընտրության մի օր 5 տարվա համար մասնակցեք ու պահանջեք, ով չի կարող անի, իր տեղը պետք է զիջի։ 2 տարի առաջ իշխանափոխության կոչեր հնչեցնող Ծառուկյանը այս քարոզարշավին դեռևս հստակորեն չի խոսում գործող իշխանություններին հեռացնելու անհրաժեշտության մասին։ Արագածոտնի մարզում ևս Ծառուկյան դաշինքի առաջնորդը առավելապես խոսեց տնտեսական ծանր վիճակից։ Խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում խոստանալով ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել։ Ոչ պետական պաշտոն եմ ունեցել, ոչ էլ ուզում եմ ունենամ, բայց այսօր այս վիճակը բոլորիս վրա է ազդում։ Օր-օրի արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, որ արդեն էլ ճար չկա, ասենք մարդկանց մեջ մտնում եմ իրոք տեսնելով որպես մարդ, սիրտս ցավում, ազդվում եմ, չեմ կարող խոսամ։ Ինչպես Ծառուկյանի բոլոր այցերի դեպքում, ապարանում ևս մեծահարուստ թեկնածուի հետ հանդիպմանը քաղաքացիները եկել էին նամակներով, խնդրելով տարատեսակ նյութական աջակցություն։ Իր խոսքում գործարարը անդրադարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը, որով զգուշացվում էր, որ քարոզարշավի ընթացքում դրամական ու նյութական օգնությունը կամ նման խոստումները անթույլատրելի են։ Պարոն Մուկուչյանն էլ օրենք է անում, մեր կենտրոնական հանձնաժողովի նախագահան, մարդկանց խոստում էլ չտաս։ Մարդիկ ասում են, ասում խնդիր չկա, ապրի 2-ից հետո գնացեք ստեղ, ես հասցովես, ասմա չէ, խոստումն էլ անդրակաշար։ Լավ մարդիկ թող մերն են, ցավը տանը, ոչ մի բան էլ չեմ խոստանեմ Ժողովրդան, պարոն Մուկուչյանը արգելել է։ Այդուհանդերձ Ծառուկյանի օգնությունն աղերսող քաղաքացիները շարունակեցին խնդրանքներ ուղղել գործարարին։ Ինքը Ծառուկյանն էլ չնայած ԿԸՀ զգուշացմանը, Արագածոտնում դաշինքի տարածքային թեկնածուին հրահանգեց ծանոթանալ ու պատասխանել քաղաքացիների դիմումներին։ Մի տարեց կնոջ էլ Ծառուկյանը հորդորում էր օգնության համար համաձայնություն ստանալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարից։ Հիմա այս կինը գնում է Մուկուչյանի մոտ։ Այ երեխուն հետն է տանում։ Ասում է պարոն Մուկուչյան, ես եկել եմ, այս վիճակն է, որ դու թույլ չես տալի Ծառուկյանը օգնի։ Ինքը թուղթը գրում է Ծառուկյան կարելի է, գալիս ես անմիջապես հարցը լուծում եմ։ Հասկացա՞ք։ Հասկացանք։ Շատ շնորհակալություն։ Պարոն Ծառուկյան, իմ երեխան 7 ամսական Լովային կմոտենանք։ Առաջնորդ, թագավոր եւ նմանատիպ խոսքերով Ծառուկյանին դիմավորեցին Աշտարակ քաղաքում։ Տարեց կանանցից մեկն էլ փորձարեց ծնկի գալ մեծահարուստ գործարարի առաջ։ Այստեղ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը ընտրողներին ներկայացրեց, թե հաղթելու դեպքում որն է լինելու իրենց առաջին որոշումը։ Թոշակները 25000 դրամ անմիջապես հենց առաջի որոշումն է լինելու։ Արագաչափերը առաջի որոշումն է լինելու։ Փոքր ու միջին բիզնեսից հարկերից ազատելը առաջի որոշումն է լինելու։ Այսօր Ազատության եթերում խորհրդարանի Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացառեց ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2 անգամ կոալիցիոն հուշագիր կնքած Ծառուկյանը Թալինում բացատրեց, թե ինչու է 2012-ին հրաժարվել աշխատել իշխանությունների հետ, անդրադառնալով նաև 2 տարի առաջ տեղի ունեցածին, երբ նախագահի կողմից չարիք հռչակվելուց հետո հեռացավ քաղաքականությունից։ Բայց ասենք կոալիցիայի մտնում 5-6 նախարար էին տալի, մի 3 հատ էլ մարզպետ, հա ինտիմին տեղավորում է իրանք իրենց գլուխները պահում էին։ Բայց ձեր առաջ ոնց էին նայելու, ինչ է ասել։ Դամանացի ես չեմ մտնում, ես ժողովրդի խնդիրը չեմ կարող լուծեմ, մեր ծրագրերը իրականություն չի դառնա, որոշում չեմ կարող կայացնեմ, չեմ ուզում։ Հիմա նորից ձեզ ասում եմ, կեսը ասում եմ, բա չէ, Ծառուկյանը մինչև վերջ կգնա, թե չի գնա, պայմանավորված է, այդ էլ ցավը տանեմ, 2015 թիվը ձեր համար ապացույց չէր։ Դե մենակ ես պատասխան կտամ, ես իմ ժողովրդին արնեղության չեմ տա, դա հեղափոխություն է, չեմ կարող։ Պատգամավորության ամենահարուստ թեկնածուն քաղաքացիների հետ շփումներում ընդգծում էր, ինքը Հարվարդ չի ավարտել, սակայն մարդկանց խնդիրներին քաջատեղյակ է, իսկ սխալ ընտրության դեպքում էլ Ծառուկյանի մեղավորը ընտրողներն են լինելու։